Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, ես այս պահին գտնվում եմ Նարեկենստան բակում, շարժվում եմ, ուրեմն հերթով ասեմ, ովքեր որ նոր են միանում, առավոտյան ժամը 7-ից դիմակավորված, ԱՑ-ից են, թե ոստիկանությունից էին, մտել են Վազգենենց և Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանենց տուն, ուրեմն խուզարկության և ես արագ հասցրեցի գալ Նարեկենց տուն, ուղիղ եթերով դուռը ծեծում էինք, դուռը չեն բացում, դա խախտում է, մեղմ ասած, փաստաբանին իրավունք չունեն ներս չթողել, մոտ մի 15 րոպե դուռը ծեծեցի, մատս էլ վնասեցի եսա, և նոր դուռը բացեցին, բայց ոչ թե բացեցին, ինձ թողեցին ներս մտնել, այլ մոտ ժամ 15 րոպե տևեց խուզարկությունը, փաստորեն, թե ինչի խուզարկություն, դուրս եկավ քննիչը, դուրս եկան դիմակավորված, նորից անհասկանալի է ինչի դիմակավորված, իրավապահներ, Նարեկին բավական այսպես կոշտ ձևով, նարուշնիկներով, բանով, հիշեցնեմ, որ նարուշնիկներ հագցնել կարելի է այն դեպքում, երբ ինչ-որ դրա համար հիմք կա, որևէ հիմք չկար դիմակավորված անձինք ուղարկելու, դա բացառապես վախեցնելու միջոց է, ուղղակի այս մարդիկ երևի լավ չեն պատկերացնում, որ արդեն դրանից վախենալու չի, էլի, ասենք, չգիտեմ, էլի, մի խոսքով, նույնը վստահ եմ Վազգենենստանն է, կարևոր տեղեկատվությունը, որ այն հոդվածը ես էդ է իմ համար հետաքրքիր, թե ինչ հոդված է, պարզվում է նույն խուլիգանության երկրորդ մաս, նոյեմբերի 10-ի, ուրեմն, բանն է, իմնեմնիմին է, նոյեմբերի 10-ի, ես հիմա պետք է խնդրեմ, մի հատ բոլորդ նոյեմբերի 10-ի իմնեմնիմին նայեք, տեսեք այդտեղ ինչ խուլիգանություն կա, մենք ունենք դատարանի դատավճիռ, որը դեռ այսինքն ոչ թե դեռ, այլ այս պայն բողոքարկման փուլում է գտնվում, օրինական ուժի մեջ մտած չի, բայց ամեն դեպքում դատարանը քաղաքական համատեքստում չի դիտել սա խուլիգանություն եւ առհասարակ, այսքան հայտարարություն եղավ միջազգային։ Եթե էլի են ուզում, որ թքեն միջազգային հարթակներից, պожалуйста, մենք դա իհարկե կապահովենք։ Մենք իհարկե դա կապահովենք։ Սա ազատ խոսքի կոշտ սահմանափակում է, ինչն է իմ կարծիքով պատճառը, որովհետև ես մոտարապես ըստ պարզաբանման դա տեղեկացա։ Ալեն Սիմոնյանը ինչ է անում նախագահ Սերժ Սարգսյանի հետ ամսի 9-ի, ուրեմն այս մեծ հնչեղություն ստացած հարցազրույցից հետո։ Ալեն Սարգսյանը վիրավորական խոսքերը, խուլիգանություն է ըստ էության թույլ տալի իրանց տրամաբանությամբ, լինելով բարձրաստիճան պաշտոնատար, տղեկին անվանում է ուրեմն շան տղեկ, նման բան է իրան թույլ տալի, և եթերում Վազգենը կոշտ լեզվով, իսկ իհարկե Նարեկն էլ է դրան անդրադառնում, բայց Նարեկը նորից ասեմ, սա արդեն նաև որպես քավոր եմ ասում Նարեկին, ուխտ ունի, ասում է ես աղբետ կփուր չեմ տալու, հայոյանք չեմ տալու, հիմա որն է սրա խուլիգանություն, այսինքն մարդկանց ասում են շան տղեկ, իրանք էլ դրան արձագանքում են, այն խուլիգանություն չէ, այս խուլիգանություն, հա, իրավունքի նշույլ ստեղ կա իրավունքի, դիմակավորված մեդիայի լրատվամիջոցների նկատմամբ ընդդիմադիր դիրքավորում ունեցող ընդամենը 6 օր առաջ երրորդ նախագահի մեծ հնչեղություն ստացած ամբողջ դաշտը դրա մասին էր խոսում, ուրեմն ոդքասթ հեռարձակած լրատվամիջոցի ներկայացուցիչներին, վարողներին։ Մի անգամ արդեն անցկացրել են։ Ինչ է, յանը ինչ։ Բռնապետությունը պոզող պոչով է լինում։ Նորից ասեմ, Ալեն Սիմոնյանը ընտանիքի նկատմամբ նման վիրավորանք է թույլ տալի եւ ստանում է արձագանք։ Ալենի արածը մի հիանալի բան է, տղեկի արածը խուլիգանություն է, նորից խուլիգանություն, երբ մի անգամ դրանով անցկացրել են։ Ասենք Նիկոլ Փաշինյանը
Ինչ այլանդակություն ասես թույլ չի տալի իրան եւ բանով բարձրաստիճան հոգեվոր անձանց նկատմամբ, էլ դոմփել, էլ մոմփել եւ այլն, դա խուլիգանություն չի, բայց սա խուլիգանություն է։ Սենց լինում է вообще։ Այս մարդիկ հույս ունեն որևէ նշույլ դեմոկրատական պահելու ընտրություններից էլ քանի ամիս առաջ։ Այսինքն, սենց ո՞նց է լինում։ Այս պահին ես ուղևորվում եմ դեպի իմ նեմնիմի այդ ու բանի անտիֆեյքի գրասենյակ, որտեղ ոնց որ թե ընդեղել են ինչ որ գործողություն անելու համար եկել, էս էլ է հարց։ Այն դատավորները, որոնք որ թույլ են տվել այս խուզարկությունները, լավ ինչի հիմա վրա են թույլ տվել։ Ինչ պետքա փնտրեն եւ գտնեն։ Ինչ տրամաբանություն կա տեղ, ինչ պետքա որոնեն եւ գտնեն։ Էսա կարևոր, էսա հետաքրքիր։ Մեր համար սա այսպես լավ գիտեք, մեր ասում են 1000 բանի միջով ենք անցել։ Բայց այս ամեն ինչը մենք շատ սիրուն ձևով հեսա ներկայացնելու ենք միջազգային հարթակներին եւ այլն, մարդիկ տեսնելու են, ախ այստեղ ընդհանրապես բան չկա։ Դե լավ էլի, անընդհատ զանգում են։ Ընդհանրապես այստեղ հանցագործության նշույլ անգամ չկա։ Նշույլ անգամ չկա։ Ես ասենք խուլիգանություն մարդու, որը որ ուխտ արել եւ պահում է իր ուխտը, որը որ հայ հոյանք եթերում չի տալիս։ Դրա որտեղ են տեղ խուլիգանություն տեսել։ Իրականում էլի։ Մենք կարող ենք համաձայնվել, կարող ենք չհամաձայնվել Վազգենի այն որոշմանը, որ երբեմն եթերում տալիս է հայհոյանքներ։ Բայց դա մեր անձնական գործն է։ Օրենքի տեսանկյունից տեղ հանցագործությունը որն է, երբ որ դատարանը քննել է ու քաղաքական համատեքստում ասված է, Բաքու քաղաքական հələ մի բան էլ ավել է, քաղաքականներ մի բան էլ ավել։ Նորից եմ ասում, մարդը Ալեն Սիմոնյանը, երկրի թիվ երկրորդ պաշտոնատար անձը, այս մարդկանց անվանում է շանտայեք։ Կներեք, բայց ես պետք է հնչեցնեմ, որ հասկանալի լինի ձեզ։ Իրա պոստով բացեք նայեք։ Նախագահի հետ պոդքասթին հաջորդող օրը, այսինքն շաբաթ օրը, ամսի 10-ին, 3 օր առաջ, մարդիկ իրանց եթերում արձագանքում են դրան։ Մեկը մի ձևով, մյուսը մյուս ձևով արձագանքում են իրանց հասցեին առանց, Վալենին իրանք բան չէին ասել, այդ նախորդ вообще առիթ չկար։ Ընդ որում իրանց անդրադարձները բացառապես քաղաքական համատեքստում էին։ Նախագահ Սարգսյանի պոդքասթը բնականաբար քաղաքական դրանից էլ ավելի քաղաքական համատեքստ, իրանք արձագանքում են ու հարվածելով նախագահ Սարգսյանի խոսքերին, նաև հարթակին են հարվածում։ Այս մարդկանց, որոնք որ բոլորից աշկի առաջ 2 տարվա մեջ 0-ից ստեղծեցին շատ լուրջ հարթակ, երբ որ իրանց բռնեցին անցյալ տարի 2024-ի եթերաշրջանին, այսպես ասենք, տեսակ ինչ եղավ։ Պոդքասթը իր գործունեությունը շարունակեց շատ ավելի մեծ թափով։ 2 ամիս հետո տղեկը դուրս եկան բանտից, եղան մի շարք հայտարարություններ Amnesty International-ից, Freedom House-ից, իսկ մարդիկ, եթե այս իրանց համար օքեյ է, ինչ ասեմ։ Նենց այսօր բոլորով մենք կպնելու ենք եւ այս տեքստերը ամբողջությամբ պատրաստենք եւ սպասենք նոր հայտարարությունների։ Հիշում եք, ասում էին, որ հեսա հերթը գալու է, հաստաբաններ, լրագրողներ, իհարկե դասական լրագրող իրակ չեն, բայց մեդիա գործունեություն իրականացնող երևի ամենաաշխի ինքնող գործիչներից են, որոնք որ նախորդ շաբաթ ամենակննարկվածն էին։ Հա, ամենակննարկվածն էին։ Ես նորից ասեմ, շարժվում եմ դեպի մի վարքյան։ Շարժվում եմ դեպի Բաղրամյան 1։ Մարդիկ են անդադ գրում ուր գանք ու գանք, այս պահին օրինակ կարող եք գալ երևի թե Բաղրամյան 1, այս պահին Ինչականի մոտ էլ չգիտեմ արժի հավաքվել թե չէ, որովհետև ի վերջո դատարան են տանելու, պարզ է, որ սենց բաներ անելուց կալանքի են տանելու, մի հատ հասկանանք, որ դատարաններն են, որ դատարան են տանում, երբ են տանում, 24 ժամվա ռեժիմով, ձերբակալում,
Ստանդարտ արդեն տեսանք, այս նույն ձևով եպիսկոպոսներ են ձերբակալել, թեմերի գործունեություն են խաթարել, այսինքն սա իրանց արդեն վարքագիծն է դարձել ադրբեջանա-թուրքական օրակարգը սպասարկելու փաթեթի շրջանակներում, այդտեղ զարմանալու բան չկա։ Ֆանտազիայի պակասն է մի քիչ հետաքրքիր, որ ասենք լավ, ինչ խուլիգանություն։ Մարդը, որը որ եթերում արձագանքում է, ընդ որում առանց հայհոյանք տալու, բացեք ամսի 10-ի եթերը նայեք, ամսի 10-ի եթերը, նախագահ Սարգսյանին ուրեմն պոդքասթի հաջորդ օրվա եթերը նայեք, բացեք նայեք, սա ուղիղ քաղաքական միջամտություն չի, սրանից ավելի ուղիղ լինում, թե չէ։ Այդ եթերն է հիմքում, որը որ իրավունքի հետ բնականաբար որևէ կապ չունի, բայց դե մենք էլ հիմա այստեղ ասում են, վայ, սա օրինական չի, բայց դե որ օրինական լիներ, մենք էլ մեր գործերով կզբաղվենք այս երկրում, չենք պնդի, որ գործ ունենք օկուպացիոն ռեժիմի հետ, գործ ունենք մարդկանց հետ, որոնք որ օր-օրի, ժամ-ժամ իրավունքի հետ իրենց կապը խզում են, իրականության հետ իրենց կապը խզում են, գնալով իրենց նկատմամբ գեներացնում են հսկայական բացասական էներգիա, դե չգիտեմ։ Այն մարդիկ էլ ովքեր որ այս հրահանգները կատարում են, ինչ ասեմ։ Իրանք են իրենց ստորագրությունները դնում, իրենց որոշումն է։ Ես էլ այս բանին բան չունեմ ասելու։ Ակնհայտ հանցավոր գործունեություն է սա։ Կազմակերպված հանցավոր գործունեություն է։ Ակնհայտ ոչ հանցավոր արարքին տալ հանցավոր լինելու գնահատական, ախպեր ջան, մարդկանց ազատությունից զրկել, փորձել տանել կալանքի, տղեկը իրաց եթերում 100 անգամ ասում են, որ մենք սպասում ենք։ Այսպիսի հաջողություն ունեցող մեդիա երևույթների, նկատի ունեմ իմ նեմնիմի պոդքասթը, մեդիա երևույթների դեպքում բռնատիրական ռեժիմները այսպիսի գործողություններ են։ Նորից ասեմ, այդտեղ շատ կարևոր է, որ եղել է տղեկի կողմից արձագանք, իրանք բան չէին արել։ Իսկ իրանք վարել են նախագահ Սարգսյանի պոդքասթը, Նիկոլ Փաշինյանով, Ալենով, Մալենով, մնացածով դրեցին եւ այս մարդկանց ինչ ասես չասեցին, արձագանքի տրամաբանության մեջ թիրախավորեցին նաեւ հարթակը, քֆուրչիներ եւ այլն, ասենք նորից եմ ասում, բացեք, տեսեք, օրինակ, կոնկրետ, ոչային տարբերություն իհարկե այստեղ կա, բայց Նարեկը մի հատ քֆուր տվել է այս ընթացքում, մարդը բառացի ասել է, ես ուխտ եմ արել, քֆուր չանել ու չի խախտել իր ուխտը, հա, ազգենի ոճը մի քիչ ուրիշ էր, բայց էլի բնականաբար հանցագործություն իրանից չէր ներկայացնում, բնականաբար, հիմա երկրորդ անգամ, այս անգամ ավելի կոշտ ձևերով, արդեն տուն մտնելով, տանը ինչ եք փնտրում, քֆուր եք տանը փնտրում, տանը ինչ եք փնտրում, իսկականից էլի, դա որևէ իրավական տրամաբանություն է ստեղ, որը տանը մասկեքով, երեխեք, 3 տարեկան, 5 տարեկան երեխեք, մարդկանց տուն են մտնում ժամը 7-ին, 3 տարեկան, 5 տարեկան երեխեքի, աղջիկ երեխեքի մոտ, ինչ եք անում, այս ձեր արածը, ձեր կարծիքով, ինչ որ մի օր ձեր դեմը չի գալու, ինչ որ մի օր, հրաման կատարելը չի աշխատելու, ես հասա շարունակենք, հասա Բաղրամյան 1